Ողջույն հարգելի երևանցիներ, հարգելի հայրենակիցներ, Երևան քաղաքի հավաքանում Այր Հայաստան խմբակցության հրավերով տեղի ունենում հանրային քննարկում։ Հանրային քննարկման օրակարգը բոլորին արդեն նախապես հայտնի է, բոլորս գիտենք, թե ինչ նպատակ ունի մեր հրավիրած հանրային քննարկումը։ Հանրային քննարկումը նվիրված է խորհրդային լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ, օլիմպիական չեմպիոն, Արարատ 73-ի գլխավոր մարզիչ եւ բառացիորեն վերջերս կյանքից հեռացած Նիկիտա Սիմոնյանի հիշատակը հավերժացնելու առումով նրա անունով Երևանում փողոց անվանակոչելու այդ նախաձեռնությանն է նվիրված։ Ողջունում ենք բոլոր ներկաներին, շնորհակալություն ենք հայտնում հրավերին արձագանքելու համար։ Առաջին ուզում եմ ողջունել Հայաստանի օլիմպիական կոմիտեին, իդեմս պարոն Ծառուկյանը եւ այս պահին իդեմս պարոն Դենիկ Գաբրելյանի։ Ողջունում ենք, շնորհակալ ենք, որ արձագանքեցիք մեր հրավերին եւ օլիմպիական շարժումը, օլիմպիական ժառանգությունը շարունակում եք բարձր գնահատել։ Մեզ հետ է նաեւ Հանրապետության բոլոր ֆուտբոլասերների համար քաջ ծանոթ եւ տարիներ, տասնամյակներ շարունակ իր այսպես շատ էներգետիկ եւ կրքոտ մեկնաբանություններով ֆուտբոլային աշխարհի մաս դարձած պարոն Սուրեն Բաղդասարյանը, ձեզ նույնպես առանձնահատուկ շնորհակալություն եւ ուզում եմ առանձնահատուկ ջերմությամբ ընդգծել, որ պատիվ ունենք այսօր հյուրընկալելու նաեւ Արարատ 73-ի լեգենդար հարձակվող պարոն Էդուարդ Մարկարովին եւ ես ուզում եմ բոլորս հոտնկայք ողջունենք պարոն Մարկարովին։ Շնորհակալ եմ, որ դուք եկել եք եւ մեզ հետ եք։ Շատ շնորհակալ եմ։ Հարգելի գործընկերներ, քիչ անց մեզ կմիանան նաեւ Երևանի ավականու ազգային առաջընթաց խմբակցության մեր գործընկերներից, որպեսզի հնարավորինս լայն ներառականություն ապահովի միջոցառումը, ինչպես նաև մեզ հետ են Էջմիածնի ավականու մեր գործընկերները, իդեմս պարոն Խաչիկյանի եւ մեր կառույցի ղեկավար Արման Ստեփանյանի, բլոգեր Օնո Հարությունյանն է այստեղ, շուտով մեզ կմիանա ճարտարապետ Դավիթ Վարդազարյան։ Մենք փորձել ենք լայն հնարավորինս ներառում ունենալ, թեպետ ըստ մեզ սա այն հարցն է, որ տարակարծություն, տարընկալում, անհամաձայնություն պիտի չունենար, հա։ Եվ այդ առումով անկախ յուրաքանչյուրիս քաղաքական, քաղաքացիական եւ այլ հայացքների մենք հրավերներ ենք ուղարկել տարբեր գերատեսչություններ, նաեւ Երևանի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը։ Մենք այս բանը արձանագրում ենք, որ իրենք չեն արձագանքել մեր հրավերին։ Տեսեք, եթե որևիցե մեկի անունով փորձում ենք փողոց անվանակոչել, ինքը պահանջում է, որ այդ հարգարժան անձնավորության մահվանից անցած լինի 5 տարի, բայց բացառիկ դեպքերում հանրային քննարկման հիմքով կարելի է նաև այդ ժամկետից ավելի շուտ դա կազմակերպել եւ մեր հանրային քննարկումը հենց այդ նպատակն էլ ունի։ Եվ մեր պետության եւ ոլորտի վերաբերմունքը ստանալու համար մենք հրավերներ ենք ուղարկել նաև կրթության եւ գիտության, մշակույթի, սպորտի նախարարությանը եւ ֆուտբոլի ֆեդերացիային։ Ուրեմն հիմա ես տեղեկացնեմ, որ կրթության եւ գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը պատասխան գրությունով հայտնել են, որ տեխնացու չունեն մասնակցելու, արձանագրում ենք, որ համապատասխան նախարարությունը հարկ չի համարում իր կարծիքը հնչեցնել, եթե վերապահում չունեք, պիտի գաք ասեք, իսկ եթե վերապահում ունեք, վատ չէր լինի, որ դա էլ ասեիք, թե ինչ վերապահում ունեք, բայց ակնհայտ է, որ չեն կարող վերապահում ունենալ, եւ այս պարագայում, այս լռությունը մեզ համար առնվազն տարակուսելի է, անհասկանալի է, բայց ինչ-որ առումով նաև հասկանալի է, որովհետև Արարատ 73-ի հաղթանակները եւ Նիկիտա Սիմոնյանը ավելի շատ ասոցացվում են խորհրդային ժամանակաշրջանի հետ, իսկ այսօրվա քաղաքական կուրսը տանում է լրիվ այդ ամեն ինչը հնարավորինս անտեսելու եւ իբրև թե այլ ուղղություններ գնալու։ Այդ ուղղությամբ շատ ես խոսեմ,
ոչ մեկի համար նոր ոչինչ չեմ ասելու եւ ամենակարևորը մեր այս պահի առաջնահերթ նպատակը Նիկիտա Սիմոնյանի հիշատակի հավերժացումն է, բայց ոչ պակաս մանիպուլատիվ եւ անհեթեթ է ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանը։ Այստեղ ես ուզում եմ պաշտոնապես հայտարարություն անել, որ ես ունեմ հիմնովին կասկածներ, որ իրենց քիչ անց հնչեցվելիք պատասխանը ուղղորդված է հավանաբար իշխանությունների կողմից, միգուցե նաև այս շենքից, չգիտեմ կան որ շենքից, որովհետև հանրային քննարկման նախաձեռնությունը, մտահղացումը, երբ որ մենք ունեցանք, կապվել ենք հեռախոսազանգի միջոցով ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ եւ ներկայացնելով խնդիրը, հարցնելով արդյոք իրենք պատրաստ են գալ եւ սատարել այս գաղափարին, մի թեթևեր նաև այսպես նեղացած, զայրացած, որ այդ ինչ հարց եք տալի, ոնց կարա տենց այդ մարդու հետ կապված ինչ-որ մեկը վերապահում ունենա։ Իհարկե, ողջունելի է, մենք կգանք կմասնակցենք, բայց երբ որ գրությունը ուղարկում ենք եւ սպասում ենք պատասխանի, տեսեք իրենց կողմից ինչ պատասխան է եկել։ Ինչ վերաբերում է Նիկիտա Սիմոնյանի անունով Երևանում փողոց անվանակոչելուն, ապա ցանկանում ենք տեղեկացնել, որ մինչ այժմ Երևանի ոչ մի փողոց չի անվանակոչվել հայկական ֆուտբոլում, իրենց գործունեությունը ծավալած հայ ֆուտբոլիստներից որևիցե մեկի անունով, այնտեղ թվարկումներ են գնում, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Երևանում փողոցներ չեն անվանակոչվել անկան օլիմպիական խաղերի չեմպիոնների դեպքում, այս իրավիճակը հաշվի առնելով առաջարկում են քննարկել հրապարակել այն չափորոշիչները, որոնք պարտադիր են Երևանի փողոցները մարզական աշխարհի ներկայացուցիչների անուններով անվանակոչելու համար։ Ուրեմն այլ բան, քան պատասխանատվությունից խուսափել եւ տարբեր վաստակաշատ մարզիկների անուններ իբրև թե միմյանց հակադրելով հիմնավորել իրենց անգործությունը, դա մեր համար դատապարտել է, դա մեր համար անընդունելի է, դա խոսում է մասին, որ ոնց որ մեր օրերում մեր ֆուտբոլն է գտնվում ամոթալի ու անպատվաբեր իրավիճակում, այս խայտառակ պարտությունները որ կան, նույն ձևի էլ իրենք վերաբերում է մեր ֆուտբոլային ժառանգությանը հայ ազգին հպարտություն պարգևած անձանց վերաբերյալ։ Գիտեք, յուրաքանչյուրը ազատ է ըստ իր նախասիրության եւ տեսակետների ներկայացնել այդ նախաձեռնությունը եւ Նիկիտա Սիմոնյանի անունով փողոցի անվանակոչումը ոչ մի կերպ չի խանգարում ոչ մեկին, հենց թեկուզ նույն ֆուտբոլի ֆեդերացիային, այլ ֆուտբոլիստների անուններով փողոցների անվանակոչման հենց իրենք նախաձեռնություն ցուցաբերել կամ, չգիտեմ, այլ կառույցներ։ Այնպես որ եթե ինչ որ մի բանը չկա, ինչ որ մի պետից պետքա սկսել դա։ Հիմա մենք այդ մեկնարկն ենք անում եւ այդտեղ մեզ համար տարակուսելի է եւ անընդունելի է այս նման մոտեցումը։ Բայց այս կարճ նախաբանից անցնենք մեր բուն բովանդակությանը, շատ պարտավորեցնող է, շատ պատվաբեր է մեզ համար եւ փաստավավերագրությունը եւ ժամանակակիցները պատմում են, որ Արարատ 73-ը, անշուշտ 70-ականների Արարատը ոչ միայն 73-ը, որպես դա ոսկե դուբլի տարի է հիշվում, բայց 70-ականներին առհասարակ, բայց 73-ին հատկապես Արարատ 73-ը եղել է մեր ազգի հպարտության, մեր ազգի ոգեղենության, մեր ազգի ինքնագիտակցության, ազգային ինքնագիտակցության բարձրացման առաջատար քաշող օղակը, Տիգրան Պետրոսյանի հաղթանակին զուգահեռ մեկ էլ Արարատի հաղթանակն է, որ ազգին նման ցնծություն է պայքարել, որ պարգևել, որ սովետական իրողություններում հայկական ինչ-որ մի թիմ, ինչ-որ մի տիտղոս կարողացել է մեր ազգի պատիվը բարձր պահել։ Արարատ 73-ի ֆենոմենը հետաքրքրական էր նաև նրանով, որ ինքը նաև շատ ներառական էր, ասենք օրինակ չգիտեմ Զանազանյանը, ասենք Հունաստանի Աթենքից ծագումով մարդ էր, Անդրեասյանը եւ պարոն Մարկարովը Բաքվի հետ ավելի շատ առնչություն ունեին սկզբնական շրջանում եւ պարոն Մարկարով ուզում առանձնահատուկ շեշտել, որ չկարծեք թե ավելի երիտասարդ սերունդը այդ ծալքերը չգիտի, մենք բոլորս շատ լավ գիտենք, որ անգամ Բաքվի ներքից Երևանի Արարատ ձեր տեղափոխությունը հեշտ չի եղել։ Անգամ այդ սովետական այդ երկաթյա մահակի ժամանակներում, որ իբրև թե պիտի ազգամիջյան որևիցե բան չլիներ, որոշակի դժվարություններով, ինչ որ կոնսպիրալոգիայով, ինչ որ մի պահի հրաշքով դուք հայտնվել եք Երևանի Արարատում։ Երևանի Արարատում էին նաև Ծագումով Մալական Բոնդարենկոն, ուկրաինական ծագումով ներողություն Կովալենկոն, ուկրաինական ծագումով Բոնդարենկոն, Արազ Հարություն Քեյանը, եթե չեմ սխալվում, Մերձավոր Արևելքից էր, Լիբանանից էր,
Այսինքն ինքը մի համահավաք, հա, այսպես հայկական ներուժը համախմբելու եւ իսկ Նիկիտա Սիմոնյանը այդ ամենի ծագումով, հա, վրացական միջավայրից դնելով, բայց Հայաստանը ձգում էր, կանչում էր, որ դրսի հայերը մենակ հայկական իրականության մեջ կարող էին համախմբված նման հպարտություն պարգևել հայ ազգին եւ չգիտեմ մեր օրերում քանի թիմ կամ քանի պատվիրակություն կարող է այնպիսի մարզական նվաճում ունենալ, որ օդանավակայանից մինչև Երևան ժողովուրդը դուրս գա եւ օվացիաներով նրանց ընդունի։ Այդ փաստերը կան եւ այդ տեսանյութերը, այդ նկարները պետքա պարբերաբար շատ տեղերում, շատ հեռուստաալիքներով բարձրացնել եւ նաեւ անձամբ ինձ համար է շատ զգայուն թեմա, որովհետեւ իմ լուսահոգի հայրը Արարատ 73-ի ֆանատն էր, անգամ կոնկրետ խաղերով գիտեր, թե ասենք Երևան Արարատ Կայրատ խաղի ժամանակ որ րոպեին մեր տղաներից ով որ գոլն ախփել ինչ դիրքից, ցավում եմ այսօր նա մեզ հետ չի, բայց ֆուտբոլային ժառանգության կարող ենք բոլորս եւ այդ հաղթանակը, այդ բերկրանքը միշտ պետքա արժևորել եւ գնահատել։ Եվ այդտեղ պարոն Սիմոնյանը, որպես Արարատի էվոլյուցիայի ոսկե գագաթի կրող, նրա դերը, նրա հիշատակը, նրա վաստակը անուրանալի է։ Բոլորս գիտենք, որ վերջերս Մոսկվայում նշվել է նրա 99-րդ տարեդարձը, հույս ունենք, որ 100-ամյակը կլրանա, բայց ցավոք նրա պլանները մի քիչ ուրիշ էին։ Այդ առումով պարոն Մարգարով մենք ձեզ խնդրում ու պահանջում ենք, որ միշտ սպորտային կամ մարզավիճակի մեջ տնեք, մենք շատ ուզում ենք, որ դուք շատ մեր կողքին լինեք, շատ երկար, բարք ու պատիվ ձեզ։ Հիմա ես շատ հակիրճ կներկայացնեմ ավականու որոշման նախագիծը, կլսենք ձեր տեսակետները, որը պիտի մտնի ավականու լիագումար նիստ, քննարկվի եւ հուսանք գոնե քվեարկության ժամանակ որևիցե մեկը իրեն որևիցե վերապահում թույլ չի տա։ Ուրեմն Երևան քաղաքի ավականու որոշման նախագիծ։ Երևան քաղաքի ավականին որոշումը Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանով անցնող Հրազդանի կից փողոցն սկսվում է Աթենքի փողոցից, Հրազդան մարզադաշտի հարևանությամբ, հասնում Հալաբյան փողոց, անվանափոխել լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ եւ մարզիչ, օլիմպիական չեմպիոն, Արարատ 73-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անվամբ, քաղաք Երևան, Նիկիտա Սիմոնյան փողոց։ Սույն որոշումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։ Ուրեմն Նիկիտա Սիմոնյանը ծնվել է 1926 թվականի հոկտեմբերի 18-ին Ռուսաստանի Արմավիր քաղաքում, հայ ընտանիքում։ Սիմոնյանը խորհրդային ֆուտբոլի լեգենդ է, ականավոր հարձակվող մարզիչ, սպորտային ֆունկցիոներ։ Նա սկսել է ֆուտբոլ խաղալ Սուխումում, 46 թվականին տեղափոխվել է Մոսկվա ու դարձել է Սպարտակի խաղացող։ Հաջորդ 10 տարիների ընթացքում նա դարձել է շուրջ 160 գոլի հեղինակ։ Համավելով TV լավագույն ռմբարկուն, ու եթե չեմ սխալվում, մինչ օրս Սպարտակի լավագույն ռմբարկունն է համարվում։ 3 անգամ դարձել է ԽՍՀՄ առաջնության լավագույն դիպուկահար, 4 անգամ երկրի չեմպիոն։ 56 թվականին Սիմոնյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է օլիմպիական չեմպիոն։ 58 թվականի աշխարհառեսնությունում նա թիմի ավագն էր եւ խփել է առաջին գոլը Անգլիայի հավաքականի դարպասին, հայկական ազգանունը բարձրացնելով ամբողջ ֆուտբոլային աշխարհում։ Ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո դարձել է մարզիչ, 62 թվականին նրա առաջնորդությամբ նախ Սպարտակն է դարձել չեմպիոն խորհրդային միության, իսկ Արարատը 73 թվականին ԽՍՀՄ գավաթակիր եւ չեմպիոն։ Իսկ 90-ական թվականներից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանի ֆուտբոլային միությունում եւ ՑՄԱՀ Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահն էր։ Նիկիտա Սիմոնյանը միշտ փայլել է որպես ֆուտբոլիստ, մարզիչ, պաշտոնյա, անհատ, իր անունը ոսկե տառերով գրելով հայկական եւ խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ։ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի 2387N որոշման 16-րդ կետը առաջարկվում է Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանով անցնող Հրազդանի կիրճ փողոցը անվանակոչել Նիկիտա Սիմոնյանի անունով եւ հաշվի առնելով վերոգրյալը, ղեկավարվելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 12-րդ կետի առաջին մասի 23-րդ կետով Երևան քաղաքի ավականու քննարկմանն է ներկայացվելու սույն որոշման նախագիծը Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցություն